Աբովյան 12 բնակիչների հետ ես ներկայանում եմ, անունս Անդոյան, Արարատ քաղաքից ենք, Աբովյան 12 հանրակացարանից, բնակչուհի Տիկին Աննային, նախկինում մանկավարժ, հարց եմ տալիս ես Տիկին Աննային։ Տիկին Աննա, ինչ կասեք իմ գույքի վնասված պատճառի մասին։ Մենք ասեմ, որ ես 11 տարի արդեն բնակվում եմ։ Մի քիչ բարձր։ 11 տարի է բնակվում եմ, ինչպես ասեց Անդրանիկը, Անդրանիկի եղած չեղացախ գույքս ինքը տնից բացակայել է, տվել է ինչ-որ մեկի հսկողության տակ, հանել են իր վերջերը, լցել են միջանցքում։ Ու ամեն անգամ, ամեն օր գոքորի երեխեքը խաղում էին, քացով խփում այդ վերջերին, ես էլ նեղանում էի, ասում էի, իմ կողքը սա հենց Անդրանիկի սենյակը, ինչ եք աղմկում, ինչ գործ ունեք ուրիշի ապրանքի հետ, էլի քացով խփում էին, խփում, ամեն օր նույն կռիվը, նույն բանը, անկարգությունը։ Այսինքն ջարդել էին դուրը, դուք տեսաք, Տիկին Աննա։ Գարձիրովի դուրը։ Գարձիրովի դուրը պոկվել էր։ Իսկ բալանի տեղը դու նկատի ունես դռանը։ Հա, դռանը, հա։ Ես գիտեմ, հա, ջարդել է, ոնց կարում էին, նենց վնաս էին տալիս։ Հա, ես էլ ամեն անգամ նեղանում էի, հա, ասենք մի անգամ զիջում էին, որ նեղանում էի, մի անգամ չէին զիջում, վերջում Գրիգորիկինը ինձ ասեց։ Անունը ինչ է Գրիգորիկը նոջ։ Անահիտ։ Հերիք չի, այ բարբաբոզ, ինչ ես ուզում։ Ասում եմ, երեխեքդ անկարգություն են անում, չեն թողում մարդիկ հանգստանան, կող կնա, ես իրավունք չունեմ հելնում խոսամ, հարևան եմ, ինչի համար։ Իսկ հետո այդ ապրանքներն էլ այտենց հա գծեցին, հա ջարդեցին, հա այս կողմ են կողմ հանեցին կրիշը, ու այտենց հարկում չկացավ։ Մեր աչքից չացավ այդ ապրանքը։ Ու հիմա այդ մարդը մեզ խնդրել է, որ որպես մենք տեսել ենք, մենք վկա ենք եղել ամեն ինչը, խնդրում եմ մենք էլ ճիշտ ասում ենք, սուտ ոչինչ չկա։ Տիկին Աննա, մի հատ էլ հարց տամ ձեզ, 7 տարի ես բնակվում եմ այս հանրակացարանում, ինձանից որևէ մի վատ բան տեսած կաք։ Ոչ մի անգամ չէ։ Դու կամա ջայել մարդես մենք էլ տարիքներս առած մարդիկ բարև, ասուբարի, մի սուրճա կամ մի բանը այտենց շփվել ենք։ Շնորհակալ եմ։ Հիմա խոսքս դիմում եմ Տիկին Կարինեին։ Տիկին Կարինե, դուք պահանջատեր եք ընդհանուր գույքը, որը որ նստած Արարատ քաղաքի բալանսի վրա պատկանում է ընդհանուր բնակիչներին, որը որ Արսեն Հակոբյանը եւ Ասլան Ավետիսյանը օրինական դիմելուց հետո նրանք չեն բացում, ոչ մի միջոց չեն ձեռնարկում բնակիչների համար, չեմ հաշվում տուալետի անվայել վիճակը, գարշահոտը եւ մյուս հարցերը, որը որ բանա անմխիթար վիճակում է գտնվում։ Ինչ կասեք։ Համաձայն եմ, բոլորը թող բացվի, 30 տարի ապրում եմ այստեղ, ինձ լավան զանգահարեց, ասեց, որ սա իմ կուխնյան տալիս եմ մի հատ Ղարաբաղցու։ Ես էլ ասի Լալա ջան, դե որ տալիս եմ մեղկա, թող Ղարաբաղցին ապրի։ Հա, դուք ինքներդ փախստականներ եք, չէ՞, Բաքվից եք, նշենք էդի, որ իրանք իմանան։ Հա, մենք փախստական ենք, իրանք բոլորը լավ գիտեն։ Իմ ամուսինը շատ ամոթիկ ասի Ասլանին, Ասլանը լավ գիտի իմ ամուսնուն։ Հա, եկա մեկ է տնա կուխնյան վերցրած է։ Ես էլ եկա ասեցի, ինչի համար եմ բա կուխնյան վերցրել, լալա, դու ասեցի, որ Ղարաբաղցի ա վերցրել։ Բայց ես հիմա իմ ապրանքները որտեղ դնեմ, ինչի համար պետք է միջանցքում դրվի մեր ապրանքները։ Եթե կուխնի կա, թող բոլորն էլ օգտագործեն, ով շա, ով ա տեսել հանրակացարանում, զավտած լինեն կուխնյան, բաղնիքները, թող բոլորն էլ բացվեն։ Ես համաձայն եմ, 30 տարուց ավել ապրում եմ այդ մի սենյակում։ Ոչ թե համաձայն ենք, այլ պարտադրում ենք։ Պարտադրում ենք։ Ու ես Անդրանիկից ոչ մի բան չեմ տեսել։ Բաց է լավից ոչ մի բան չեմ տեսել իրանից։ Շնորհակալ եմ։ Ապրում եմ մի սենյակի մեջ։ Շնորհակալ եմ Տիկին Կարինե։ Տիկին Աննա, դուք նույն ձևի պահանջատեր եք։ Նույն
ձևի պահանջատեր են, որովհետև իմն էլ մի փոքրիկ սենյակա իրերը չի, ասենք, չի տեղավորվում, հարևանն եմ խնդրում, սրան եմ խնդրում, նրան եմ խնդրում, եղել է այդ տեղը, այդ սենյակը եղել է, որ բոլորը մարդիկ ինչ ավել բան կա, որպես բան, հա, ուխն է ասենք, տեղավորել են։ Հիմա եթել են վերցրել, մենք մեր եղածը սա, որը հարևանի տունը, որը որ չի ապրում, որը փողոցում միջանցքում դրածա տենց չի կարելի, չէ, մեկին շատ, մյուսին ոչինչ։ Մենք շատ շնորհակալ ենք քեզանից, որ դու այդ ձայնը բարձրացնում ես ամրանում։ Շատ ուրախ եմ։ Հիմա Տիկին Լիդա, դուք ինչ կասեք, պահանջատեր եք ընդհանուր գույքը բացելու համար։ Հա, իհարկե։ Տիկին Լիդա, դուք գիտեք լուսաբանելու ժամանակ, երբ Հայք մեդիա լրագրողներն եկել էին, նշված անձը, այսինքն Գոքորի կինը եւ Գոքորը ներկայացրել էին, որ ես շանտաժիստ եմ, որ ես այնտեղ չես իմանում Արարատ քաղաքի ամենավատ մարդկանցից եմ։ Ես ուզում եմ մի բան ասեմ, ներկայացնեք այդ մասին, մի քիչ ներկայացրեք, ես ձեզ հեսա երկրորդ հարցը կտամ։ Անդուր ջան, այտենց բան չկա, դու շատ լավ մարդ ես, շատ բարի մարդ ես, ոչ մեկիս հետ ոչ շփվում ես, ոչ տալիս ես, ոչ առնում ես, որպես հարևան մի բարի տալիս ես, առավոտ գնում ես գործի, գիշերը գալիս ես, քո սենյակը քնում ես։ Ով այտենց կոմենտներ ա գրում, առաջինը իր ամուսինն է, շարներ, նարկոմաններ, խուժաներ, դուրս ընկածներ, սաղ իրանք են։ Սուտ է, դա թող հերթով պետությունը օրենքը տանի անալիզներ, հատիկ տեսնի ով ինչ է։ Ստեղ այտենց թող գրուպա չլեն հարկում ու հարկից են կողմ իրավունք չունի մի հատ լուբոյ հարևան թուղթ ստորագրի հարկի վերաբերյալ օբշիների համար, կուխնիների համար, մեկը մեկի վրա բողոք գրելու համար, մեկը մեկի սարքելու համար, մեկը մեկին բողոքման վազդուման դրան հանենք, ոնց որ իրանց հոր տներն են եկի ապրում։ Հա, Տիկին Լիդա, այդ թուղթ ստորագրելու համար ես մի հատ հարց եմ ուզում տամ, օրինակ Տիկին Անային, որ բան էին արել գույքիս համար, երբ ես սկսա արդեն բողոքել լուսաբանել Հայք մեդիայով, Տիկին Անա, քեզ ինչ էին արել, ովքեր էին եկել, էդի որ քեզ թուղթ էին տվել ստորագրել առանց իմանալու ու ինչ որ Այո, չի էլ իմացենք։ Շրջանցել է ինքը այդ տողերը, ես պարկացի բանդեի, ընկել եմ զուգարանում Հա, ձերքը ցույց տուր։ Տուալետը որ զավթել եմ, փակել եմ, կարիները հանել տուալետի մեջ։ Չեմ հաշվում կողի այս մասերը սաղ ծեծված է անմխիթար լինելու զուգարանները անմխիթար լինելու պատճառով։ Մի խոսքով, հետո դուք ինչ արեցիք։ Ես թուղթը ստորագրելու ասեցի ես չեմ ստորագրել, որովհետև ճիշտ բաներ չեք գրել։ Ես այդպես բաներ չեմ կարա։ Այսինքն ինչ էին իրանք բան արել։ Իմ գույքը, որ ես բողոքում էի, դրա վնասը, հա, որ իբր իրանք տեղյակ չեն։ Ոչ մի բանի տեղյակ չեն, բոլորը պետք է ստորագրեն։ Եթե հանգարց ինձ շանտաժի տիպի արեց, որ եթե չստորագրես, եթե հանգարց ինչ-որ մի դեպք պատահի քեզ ստորագրելու, քո կողքը չեն կանգնում, շանտաժ են արել։ Հա, հետո ասի չէ, ու ինքը ելավ գնաց, ասի թող բոլորը ստորագրեն, ես էլ կստորագրեմ, եթե այտենց կարելի է։ Ինքը գնաց մի կես ժամ, մի ժամ հետո եկավ, երկրորդ հարտակի հարկ։ եկավ, ահա։ Այսինքն ով էր ստորագրել, ներքևի հարկերից, հա։ Ներքևի հարկերից, հա։ Ինչ է, այո, մեր հարկի մեջ Հետո դուք ինչ արեցիք։ Հետո էլ ասի դե լավ, որ տենց բոլորը ստորագրել են, որ ճիշտ է, ես էլ կստորագրեմ։ Հա, հետո ես հասկացա, իմ հարևանների հետ խոսացի, խորհրդակցեցի, ասեցի սենց ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ինձ զորով ստորագրել ա տվել ու անմիջապես ես Երևան 102 բաներ պահանջեցի, ոստիկանություն եք պահանջել։ Ոստիկանությունը եկավ, բոլորը պատմեցի, ոնց ա եղել ու ինչ կարգով ա եղել, ինքը որ գնացին Իրանից պահանջելու թե ինչ ես կնոջը անհանգստացրել բան ու այտենց գրեցին ու գնացին հենց այդ միլիցիաները գնացին տնից ինքը եկավ հասավ իմ սենյակը բացեց անկարգ ձևի քացով տվեց դուռը բացեց մտավ հա լավա չի խփել բոս չես գրում
ասի Չստորագրում։ հաշ գնա հա չես ստորագրի հա դեր կտենաս կորը Տիկին Լալա, շնորհակալ եմ։ Տիկին Լալա, հիմա այս թեմայի շուրջ ես ուզում եմ ձեզ մի հատ հարց տամ։ Դուք հիշում եք 24 թվին, չէ, 23 թվին, որ ես բալանին զորով 23 թե 24 թիվներ, չէ, 24 թիվներ։ Ես չեմ Հա, կարելի, ոչ շեն եմ։ դու կհիշես։ 23 թե 24 թվին, որ ես Արսենին ստիպեցի, բալանին դու ես տվել, գույքս դու ես հեչարե, հետո մինչև բալանիս Արսենը իրանց ձեռից վերցնելը, որ ինձանից սպրավկա էին պահանջում, Ես հիշում եմ այտենց պետք է։ դու Ալվինան, մեկ էլ Անան, եկել էիք Ես քաղաքապետարան։ գնացել եմ, ես ինձի տարել են, որ գնանք մենք կուխնու հարցով։ Ես գնացել եմ կուխնու հարցով, մտել եմ քաղաքապետի մոտ, քաղաքապետի սենյակ։ Ես տեսնեմ քո վրա են բողոքեկի, ես եկել եմ կուխնու համար, իրանք քո համար են ինձի բերել բողոք։ Այսինքն Ալվինան, Ապրես, աս ես են պահնա, ու այդ պահին տեսա դու մտար քաղաքապետի մոտ, բերեցիր ինչ որ մի հատ թուղթ, Սպրավկա, հա, բժշկական սպրավկա։ Չէ, ոչ թե առողջություն, իրանք շար էին անում վրես, որ ես, ну, ոնց ասեմ, ռուսերեն для общества вредный։ Ալվինա, Անայ, դու ինձ բերել եք իրա վրա բողոք, թե եկել եմ կուխնու համար։ Ես եկել եմ կուխնու համար։ Եթե ասի տալիս ես Ղարաբաղցում, իմ երեխեքը զինվորներից իմ ծոցն են կնում։ Դու իմ երեխեքը թող ապրեն, տղաները։ Հետո դու ինձ զանգեցիր, խաբեցիր, ես ինչ իմանամ։ Դու ինչ արեցիր, որ այդ կուխնին հասավ Գոգորի կնոջը։ Այդ դու ինձ ասում գնա զինվորը թող գա ապրի։ Այդ ինչ կաշառին, ինչ տվին։ Դու այդ ոնց եղավ համոզված։ Մեր օբշի կուխնիները տփակեցի տվիր եղավ իրանց տուն։ Տիկին Լալա, Այդքան բա։ ասեք, խնդրեմ, քանի անգամ են այդ նույն ձևի իրանք Արսենի մոտը բողոք ներկայացրել մի քանի հարևաններից, որ այդ սենա իմ վրով էլի, որ սենակը իմ ձեռից խլեն տանեն։ Իմացել են, որ իրանք ուզեցել են իրար հարմար անկյուն անդեղ ու միշտ էլ ուզեցել են Արսեն ասելա կտամ ձեզ, չնեղվեք, կտամ ձեզ, գնա Ռուսաստան չի գա, կտամ ձեզ, կառնեմ ձեռից, կտամ ձեզ, այտենց չի։ Այս դարը, էսի առաջվա դարը չի, որ կաշառքները վերցեն ու խփելով խալխի ձեռից առնեն։ Արսենը այսիքը ի նկատի ունենք առաջի տեղակալը Արսեն Դե երևի Հակոբյանը։ դու էլ կաշառք տաս, քեզ էլ կտան, 10 նապարես Կարինի ջան։ Տիկին Լիդա, այսիքը ի նկատի ունենք Արսեն Հակոբյանը։ Հա, Արսեն Հակոբյանն է կուխնին, օբշի կուխնին վերցրել տվել է իրանից, խափելով թե Ղարաբաղցի է գապրում։ Բա ես իրա մոտ եմ գնացել։ Մի խոսքով հիմա ես ուզում եմ նորից դիմեմ գլխավոր դատախազին, քանի որ ստեղ բնակչուհի բանը Տիկին Գուհարը, որ ունի ստեղ երկու սենյակ, ինքը հիմա Ամիրխանյան Անին, Տիկին Լիդայի աղջիկը, այո, ստեսեփականության տերանորից նույն կողքում գնելա, իրանք էլ պահանջատեր են, քանի որ Լիդան որպես լիազորված անձ իր աղջիկն է, աղջկա կողմից էլ է խոսում, նույն ձևով ես եմ ասում, նույն ձևով Կարինեն է ասում, նույն ձևով Անա Տիկին Անան ասում, երեխեքը բոլորը վարձով քուչեքը թափած են։ Կարինեն նույն ձևի փախստականա ունի, քանի հոգի եք։ 6-7 հոգի են։ 7-ը շունչից մի հատ իմ նման 10 քառակուսի մետրի մեջ են մնում մարդու Ես կին։ շատ եմ դիմել։ Մի խոսքով Ֆինանսությունը երեխեքս պետք է դրսում հայտնվեն, իրանք լավ գիտեն ինձ։ Ոչ Հիմա- մեկը չի օգնի։ հիմա հարգելի Տիկին դատախազ, գլխավոր դատախազ Անա Վարդապետյան, մենք պահանջատեր ենք ընդհանուր գույքը, որ գան բացեն, երկրորդ հերթին տված ապորենի սենակները, քանի որ մեկը Ալվինան մի հոգի ապրում է երկու սենակի մեջ, գան այդ հարցերը լուծեն, երրորդ հերթին ինձ պատճառած գույքի վնասների փոխհատուցումը։ Շնորհակալություն։ Հույսով ենք, որ մեզ կօգնեք, կբացեք բոլոր փակ դռները, մենք օգտագործենք։